Այս կիրակի հունվարի 4-ին 2026 թվականի առաջին եթերը դիտեք Թբիլիսիից։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանը եւ Արթուրը այս անգամ ներկայացնում են Արթուր Վանեցյանի եւ Միքայել Մինասյանի հանդիպումից բացառիկ մանրամասներ։ Ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Արթուր Վանեցյանը Թբիլիսիում։ Եթե որոշակի այդպես քաղաքական գործիչներ կան, որոնք որ կունենան ճշմարիտ խնդիրներ եւ ինչ-որ դեղերի կարիք, կարող են խնդրել, որ Արթուր Վանեցյանը հրապարակի իր անձնագիրը եւ ցույց տա, որ ինքը Թիֆլիսում չի եղել։ Այնինչ նա այս բանին գտնում է Թիֆլիսում, իր անձնագրի մեջ արդեն այդ կնիքը կա, որ սահմանը նա հատել է եւ ամանորը նշելու այդպես պատրվակով Թիֆլիսում նա այստեղ հանդիպումներ են ունենում տարբեր գործիչների հետ։ Ում է սկսել ծառայել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ Լևոն Զուրաբյանը։ Հայ ազգային կոնգրեսը այսօր վերածվել է եւս Միքայել Մինասյանի պրոտեժեի եւ Լևոն Զուրաբյան այդպիսի գործիչ կա, որին որ մենք նախինում հարգում էինք, այսօր չենք հարգում, որովհետեւ նա արդեն հիշողության կորուստ է ունեցել Արթուր եւ մոռացել է թե մարտի 1-ի կոտորած ով է կազմակերպել, մոռացել է թե ինչ ռեժիմի պայմաններում ենք ապրել, գործել եւ եւս այս հաղատեքստում նա սպասարկում է Միքայել Մինասյանի շահերը եւ Միքայել Մինասյանը փորձել է այս հոմոսապիենսների հետ կապված Մոսկվայում ինչ-որ հարց լուծի, սրանց ներկայացնի որպես քաղաքական գործիչներ, որպես մարդիկ, որ որոշակի էլեկտորալ բազա ունեն Հայաստանում, այդպես կարող են մոլորեցնել մեր ընտրողներին, բայց ի հեճուկս այս ազգի տականքի նշենք, որ նրանք 2026 թվականին հայտնվելու են պատմության հայտնի աղբանոցում։ Ով է այն քաղաքական գործիչը, որ փորձում է հանուն մանդատի միավորել նախկին թալանչիներին նախընտրական շրջանում։ Նա այդքան էլ իրենց բան չի ներկայացնում, իր անունը տանք այդ անձնավորության, բայց այդ ֆլեշի բարսեղի չեկի հույսին միացած ճտին Սերժիկի ես մի բան կարամ ասեմ, ես վերջերս ինչ որ Մոսկվայում պատեի տակ մի հատ էլի տենց բլոգեր լրագրողի հետ ինչ-որ նկարները հրապարակում ինչ-որ երևակայում է ինքը իրան արդեն նոր քեսինջեր ենք հայտնաբերել Հայաստանի Հանրապետություն կամ Զբիգնև Բժեզինսկի, որը որ ամեն ինչ գիտի թե ոնց կարելի է հաղթել ընտրություններում, այդ կիստուկին ուղղակի ես ցանկանամ, որ զբաղվի իր Վանաձորի այդպես մանկության հարցերով, այլապես մեր պատասխանը կլինի շատ դաժան եւ ֆլեշի բարսեղի այդպես բեզադեցականի վառելիքի չեկերը նրան չեն փրկի, նրանք փոխենք մենք ուղղակի դիզելի հետ, այսպես հումորով մի քիչ նշեմ, այս երևույթին պատասխանելով ես նշեմ, որ տեսեք Արթուր, թե Լևոն Զուրաբյանը, թե այդ ֆլեշի բարսեղի նախկին ճուտը կամ Միքայել Մինասյանի սրանք ուղղակի այսօր վաճառվել են Արթուր եւ դուք ասում եք ինչպես է լինում, հենց այդպես փար են տալիս են, սրանց առնում են, ինչպես ասում են Արթուր, սրանք 2 կոպեկի մի հատ մանդատի համար պատասխան հայրենիք վաճառեն։ Ինչի համար էր Սերժ Սարգսյանը փոխում սահմանադրությունը։ Երբ ժամանակին անդադ զգուշացնում ենք Սերժիկ Սարգսյան այդ վիճվածքին, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը զուգահանի թուղթ չի, որ երբ ուզես փոխես, այ քնձռոտ։ Բազմաթիվ անգամ եմ ես սրանց այն ժամանակ դեռ երբ լսումները կար, ես մասնակցել եմ եւ այդ ռիսկերը, որոնք որ պարունակում էր այդ այսօրվա սահմանությունը, սրանց բացատրել ենք Արթուր։ Բայց Սերժիկը իր հարկով էր կարում այդ սահմանությունը, որպեսզի 3-րդ անգամ գնար զավթեր Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ փոխանցեր այնուհետեւ իր վիճվածք փեսային։ Արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը եւս մեկ անգամ տալու Հայաստանը թալանած նախկին իշխանություններին։ Հայ ժողովուրդը նրանց շատ լավ գիտի եւ հայ ժողովուրդը այս անգամ այդ կուտը չի ուտելու, ինչքան ուզում է հաչան, ինչքան ուզում է հեքիաթներ պատմեն, ինչ որ Քոչանը թո մասնակ, Քոչանը այսօր ձեն չունի, Քոչանը իր տան մեջ որ ընտրություն լինի, տունը 10 հոգի են, 3 հոգի չեն ընտրի իրան։ Երբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Արցախի ներկայացության շենքը։ Գլխավոր դատախազությունը դատան է դիմել հայցով եւ մարտ ամսին մենք կտեսնենք եւ վստահ եմ, որ անպայման կվերադարձվի արդեն Հայաստանի Հանրապետությանը Արցախի ներկայացության շենքը։ Այո։ Եվս բավականին գովելի եւ ուրախալի լուր է։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի եթերը Թբիլիսիից դիտեք այսօր, հունվարի 4-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը։